Բարև, Չակերտներում այսօր դերասան Բաբկեն Չոբանյանն է։ Բաբկեն Չոբանյան, դերասան, ծնվել է Լենինականում, ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1999-ից 2007 թվականներին աշխատել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նույն տարիներին համատեղ աշխատել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում որպես դերասանի վարպետության և բեմական խոսքի դասախոս, ինչպես նաև Գյումրու Ցայք հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, 2007 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, խաղացել է մի շարք ներկայացումներում և ֆիլմերում, այդ թվում Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմում, արժանացել է Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ հուշամեդալի, ամուսնացած է, ունի 2 որդի։ Ինչպես սկսվեց օրը։ Ինչպես միշտ առավոտյան սուրճից, միայնության մեջ մտորելով, օրվա անելիքները մտմտալով, պես կամաց արթնանալով։ Դժվար է։ Մեծ մասամբ, որովհետև քնելու ժամանակը քիչ է մնում։ Իսկ ես որ քիչ եմ քնում, դժվար եմ արթնանում։ Որ գիտքն է ձեզ վրա ազդեցություն թողել։ Դա միանշանակ է, վաղուց եմ շփվել գրքի հետ, Դոստոևսկու ոճերն ու պատիժն է, որովհետև շատ էմոցիոնալ եմ ամբողջ ընթացքում կարդացել, շատ էմոցիոնալ էլ ավարտել եմ։ Նույնացրել եք ձեզ։ Չէ, որևէ մեկի հետ։ Չէ, ես առհասարակ այդպես ինձ քիչ եմ տեսնում գրական հերոսների։ Գուցե ինչ-որ պատառիկներ իրենց մեջ տեսնում եմ, բայց որ ինձ այդպես տեսնեմ որևէ մեկի մեջ, չէ, ոչ թե նրա համար որ ես Այդ դերասանի բնույթն է, չէ՞։ Նույնացնել, պատառիկներ, գուցե զգացողություններ ծանոթ, մոտեցումներ ծանոթ, հարազատ որ Կարամազովը դուք կլինեիք եղբայրներից։ Դժվարանա, որովհետև երկուսի մեջ էլ իմ մեջ ինձնից պատառիկներ կան։ Դա իրանց մեծությունն ինչ է, որովհետև ճանաչելի մարդիկ են բոլորն էլ։ Այդ գրական հերոսները ճանաչելի, մի սուարուն դարձած, ցանկացածի մեջ էլ ցանկացածից որևէ բան կա։ Իսկ եթե չկա էլ, ուրեմն այնպիսի հատկություններ, որ մարդը ամբողջ կյանքում գուցե երազել է, ձգտել է դրան։ Ոճիրն ու պատիժը մինչև հիմա չեմ մոռանում, որովհետև շատ այսպես զգացված եմ, նույնիսկ գիրքը ավարտելուց այդպես համբուրել ու դրել եմ։ Աշտ որ հերոսին շատ սիրեցին կա պատմությունը, չգիտեմ, ինձ համար այդպես էյֆորիա էր։ Ու դա իհարկե ավելի երիտասարդ տարիներին էր, հիմա չեմ կարծում, որ նման գիրք կլինի, որ այդ զգացումները կունենամ, բայց դա փաստ է, որ այդպես էր։ Հայ ձեր բնութագիրը։ Շատ բարդ է այդ պատմական էքսկուրս անելով, գուցե այդպես ամփոփելով հասկանամ, որ չտաղանդավոր ազգ չեմ ասի ամենատաղանդավորը, շատ տաղանդավոր, որը այդպեսին լինելու համար դատապարտված է տառապանքի, որ տաղանդը մի օր չկորի, եթե որ տաղանդը հայտնվում է շատ բարենպաստ պայմաններում, շատ արագ մոռացվում է։ Ու ճակատագրի բերումով կամ գուցե Աստծո կամոք, այդպես է ստացվել, որ այդ տաղանդը միշտ մշակվել է տառապանքի միջոցով։ Արդյունքում դառը փորձ է կուտակվել, դասեր, որոնցից քիչ ենք օգտվում, բայց ազգ, որը վաղուց ապացուցել էր գոյության իրավունքը, մարդկության շատ բան է տվել ու եթե ամեն ինչ բարենպաստ դասավորվի, էլի շատ բան կտա։ Եթե ավելի շուտ խելքի գանք, գոնե մեր ունեցած հողը կպահենք ու հայի մասին դեռ շատեր եք խոսում, շատ կխոսենք։ Չէ, ինչ որ իմաստով ոչ մի ազգից չեմ գերադասում կամ ստորադասում։ Ազգ ենք, որոնք գուցե այն քիչն են, քչերից են, որ ամենահինն ենք։ Եթե դա ինչ որ առավելություն ուներ, ամեն իմաստով առավելություն ունենք։ Կա մի ֆիլմ, որ շատ եք սիրում։ Մեկը չեն, մի քանիսն են իրականում։ Մեր հայկական ֆիլմարտադրությունից ոչինչ չեն փոխի մենք մեր սարերի հետ։ Փառահեղ ֆիլմ է, ամեն իմաստով։ Ուզում եմ մեջս չպահել, մեկ շաբաթ առաջ ես մենք ենք մեր սարերի իրական նախատիպ հերոսների հետ մեկ ամբողջ օր անցկացրեցի այդ Լոռի Ահնիձորի սարերում։ Բարև ձեզ տղերք։ Բարով ես եկել ընկել լեյտենանտ։ Բարով, հազար բարի։ Ընկել լեյտենանտ, մեզ չես նկարի։ Ինչու՞ չէ, կնկարեմ։ Եկեք։
Մեկ էլ։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ոչ։ Իսկ ինչ է ձեզ համար հիշողություն է, անցյալ է, ժառանգություն է։ Ժառանգություն է, կորուսյալ հայրենիք է։ Շատ նոր զգացողություններ ունեմ Արևմտյան Հայաստանի հետ կապված, որոնք վախենում եմ այսպես կյանքի կոչելու շոշափել, որովհետև չգիտեմ ինչ արձագանք կունենա։ Շատերը բարձրաձայնում են, վստահում են, ուզում եմ գնալ, երազում եմ, շատերը գնացել եկել են, էլ են գնում։ Այդ հարցի մեջ ոնց որ մի տեսակ քնած լինի։ Ես չգիտեմ դա մեռած հայրենասիրություն է, անտարբերություն թե ինչ է, բայց բան է, որին հետ դեռ չեմ ուզում գործ ունենամ, մտածելով որ վերք եմ փորփրելու։ Բայց եթե առիթ լինի, չնայած չեմ մեղք եմ գործում գուցե որ ասում առիթ լինի, առիթը ես եթե շատ ուզենամ, ես կստեղծեմ անպայման։ Դա ոչ ժամանակի հետ է կապված, ոչ առավելես ֆինանսների, ոչ տարածության։ Հեշտ է կազմակերպ։ Ուղղակի այդ անորոշ վիճակն նորից դեռ թույլ չի տալիս։ Գուցե այդ պահը չի հասունացել, գուցե ինձ ցնցում է պետք ինչ-որ, չգիտեմ։ Ամեն դեպքում իմ հայրենիքն է։ Գուցե նաև այն է փաստը, որ իմ նախնիները, եթե պես ասենք, տատիկ-պապիկը ոչ մեկը նման պատմություն չի պատմել, որ ինքը տուն է կորցրել կամ հայրենիք է կորցրել, որ այդ ամեն ինչի մեջ թարմ ու արթուն մնար։ Որովհետև շատերի մոտ գուցե այդտեղից է գալիս այդ ակունք ամբողջ կյանքի ընթացքում գուցե իրենց կրծում է ու մի օր այսպես չեն զսպում գնում են տեսնեն։ Գուցե ոչ հենց իրենց հայրական տունը կամ գողքի գավառը կամ պատմությունների հիշեցնող որևէ բան տեսնեն։ Ինձ այդ պատմությունները չեն պատմել։ Ուղղակի Գյումրին մի քիչ ավելի մոտ է Շատ Արևմտա Հայաստանին եւ իր լեզվով եւ իր կենցաղի որոշակի դրսևորումներով եւ պահպանած այդ ամենը։ Պահպանած եւ նաեւ Հայաստանից գաղթածներն են շատ։ Բոլորը 80%-ը կարող եմ ասել Արևմտյան Հայաստանից գաղթածի սերունդներն են։ Ես էլ։ Բայց ես չեմ պատմել այդ պատմությունները։ Չգիտեմ ինչի, ոնց է ստացվել։ Երկու քաղաքների մեջ այժմ ասենց բնակվող մարդու համար կարևոր է ինչ որ քաղաքում ունենալ հաճելի հատված, խաչմերուկ, ինչ որ սիրելի վայր։ Եթե անկեղծ ես ավելի շատ այդպես մաթեմատիկայով եթե նայենք, ես ավելի շատ Երևանում եմ բնակվում հիմա։ Այսինքն բնակվում Երևանում, դեռ հիմա Գյումրի այցելում եմ։ Ինչ առաջակարգներ։ Նա իմ ծննդավայրն է, հիմա Երևան են քաղաքն որտեղ ապրում եմ։ Ինձ թվում է կշարունակեմ ապրել։ Հիմա հատվածը կա այդպեսի հատված։ Չէ, ես այդ ճանապարհը երբեք չեմ սիրել։ Գյումրի-Երևան ճանապարհը, որովհետև իզուր երբ որ ես գնում եմ, ուրեմն շատ կարոտած եմ գնում։ Իսկ այդ ճանապարհը միշտ ինձ երկար է թվում դրա համար։ Ու այդպես կետ չունեմ։ Որովհետև ճանապարհը ինձ համար միշտ անցողիկ բան է, իսկ ես այդ անցողիկ ճանապարհը չեմ կարողանում թուլանամ, հանգստանամ ինչ-որ բան վայել։ Հայացքով ավելի լավ բաներ կան վայել, գուցե ավելի սիրով կտավի կնայեի կամ ինչ-որ բանի, քան թե ճանապարհի չունեմ։ Հատկապես է շինարարության ընթացքից հետո եթե մի փոքր ռոմանտիկա կար, դա էլ կորավ, չնայած ոնց որ թե ավարտին է մոտենում։ Կա աշխարհում մի քաղաք, որտեղ անպայման դուք ուզում եք լինել։ Կուզեմ Վենետիկը տեսնեմ անպայման։ Իսկ շատ գեղեցիկ քաղաք է ինքը, ու գեղեցիկ գուցե գեղեցիկ ասելով ոչինչ չասեմ։ Քաղաքը, որը եզակի է էլի երկրագնդի վրա։ Կամ գուցե երկրորդն էլ կա գյուղի տեսքով, բայց մեղք է դա չտեսնելը գուցե։ Շատ կուզեմ տեսնել։ Ու դա միակը չէ, դա առաջինն է։ Էլի կան քաղաքներ, որոնք կուզեի լինել, երկրներ, այսպես ասած։ Ամբողջ աշխարհում էլ կուզեի տեսնել։ Վիրավորական է ծնվել մի երկրում ու մեռնել այդ երկրում, գոնե ինչ ասեմ, մի տասնյակից ավելի երկիր չտեսնելով, որ մշակույթների հետ չշփվելով, մարդկանց հետ չշփվելով պետք է կարողանաս տեսնել։ Ծնվես մի կետում, մեռնես մի կետում, դժբախտություն։ Դե կարծում եմ դա նաև հատուկ է հայ մարդուն, նա շարունակ սիրում է ճամփորդել։ Հա, գուցե չի սիրում, բայց ստացվում է։ Իսկ արվեստագետի համար առավել ևս պիտի շատ տեսնի, շատ պիտի ճանապարհորդի, շատ պիտի ճանաչի, որ լեցվի ինքնին սրբագրի խոսքով շատ պետք է։ Իսկ մարդուն առասարակ։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Օղի։ Լավ օղի։ Մաքուր օղի։
էներգիա հաղորդողի։ Ես անուն չգիտեմ, վերնագիր չգիտեմ, թնդության աստիճան չգիտեմ։ Դա խմում ես կամ լավ ես զգում կամ չես զգում։ Բայց հիմնականում դա ոնց որ թե տան պայմաններում քաշածողին է։ Իսկ հարակից խոհանոցը սիրելի որն է։ Նախընտրելի ոչինչ չունեմ, չնայած հիմա ինձ ավելի դժվար է պահելը, բայց համով բաներ եմ շատ սիրում։ Ու շատ կարևոր է թե այդ համով բանը կամ ոչ այնքան համով բանը ոնց է մատուցվում։ Ես դրանից ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան իրականում այն ինչ որ ուտում եմ։ Կարելի հացուպաները շատ գեղեցիկ մատուցելուց դրանից ավելի մեծ հաճույք ստանամ, քան եսում ավելի ճոխ սեղանից։ Լցածեր։ Իսկ այդ գեղագիտական տեսքը ինձ համար շատ ավելի կարևոր է, քան բուն նյութը։ Իսկ խնջույքներ, խրախճանքներ չեմ սիրում։ Չէ՞, ինչ չեմ սիրում մարդը շատ բան, որովհետև հիմնականում խնջույքներին ու խրախճանքներին հավաքվածների 60-70%-ին չեմ ճանաչում։ Կամ տեսնում եմ տարին մի անգամ ու չգիտեմ էլ մեկ էլ երկու տեսնեմ։ Այդ ժամանակ խաղալ սիրելի հարազատ ջերմ բարեկամ չեմ ուզում այդ դերում լինեմ։ Հետո աղմուկը մի խոսքով ինձ համար դիսկոմֆորտ է։ Բայց նաև լավ առիթ կա, որ այդպես հանդիպում ես, շփվում ես, բայց քիչ տևի 5 չափավոր։ Մի ժամ։ Հենց հետո չեմ ուզում։ Զենք ունեք։ Արդեն հա։ Եթե դες լիարժեք զենք չի, գազային ատրճանակը։ Բայց ինչ է այդ զենք ունենալու ցանկությունը։ Որտեղից է գալիս։ Դա ցանկությամբ չէր պայմանավորված, դա ինչ-որ տղամարդկային բան է, ատրիբուտ է։ Չէ, չեմ կարծում։ Չէ։ Ամենավերջին զենքով կարող ես պաշտպանվել, եթե տենց կամ ամենավերջին դրանով կարող ես ապացուցել։ Դա ուղղակի ես չեմ գնացել այդ ճամփին, որ զենք ունենամ, այդ ուղղակի ստացվեց ինձ նվիրեցին։ Ու հիմա ես ունեմ։ Եթե մի 6 ամիս առաջ հարցնեիք, կասեի չունեմ, ոչ մի կերպ չեմ վերաբերվում։ Բայց կրակել սիրում եմ, օգտվել այնքան որ ճանաչես իրեն ու վсё։ Այդպես որ իմ կյանքում շատ կարևոր հրաձգարան գնացել եք։ Չէ, բանակում, ծառայության ժամանակ ինչ որ կրակել եմ, շատ լավ հարաբերությունների մեջ եմ զենքի հետ, այդքանը։ Հրաշալի։ Այդ կոչումներ, պարգևներ, հա, այնց նվերը ստանալ հաճելի է։ Դրանք ընդհանրապես ուշադրության հարց են։ Իսկ կոչումներին այդքան շատ լուրջ վերաբերվել պետք չէ, եթե համաշխարհային մասշտաբով նայենք, ծիծաղելի է, ինչու ասենք։ Ինչու մարդիկ Օսկար են ստանում։ Օսկար գուցե, բայց կոչումները ասենք ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ, չգիտեմ, դրանք այնքան էլ լուրջ չեն։ Իսկ մեր մոտ էլ են, չէ, ասում 10 Օսկարակիր։ Էլի մի տեսակ տենց ժողովրդական արտիստի նման մի բան է ստացվում։ Գիտեք, դրանք մտածածին բաներ են գուցե ինչ որ իմպուլսներ հաղորդելու։ Լավ բան է։ Լավ բան է, թող լինի։ Բայց աշխատել հանուն դրա, ձգտել դրան, դա մի տեսակ արած խղճացում է։ Դեկապրիոն ինչքան ուրախացավ վերջապես։ Դեկապրիոն Օսկարը ստացավ, ամբողջ աշխարհը մենակ դրա մասին էր գրում։ Դե ամոթ է։ Ամոթ է։ Ամոթ է։ Եթե բացահայտ ձգտել դրան, հա։ Ինչ է ժողովրդի սերը ճանաչումը շատ ավելի մեծ նվեր ու բանա, քան Օսկարը կամ Ձյաձևանյան կամ չգիտեմ ինչը։ Պայմանականությունները, բայց ինչ խոսք շատ հաճելի է։ Հաճելի է, որտեղ անկախ քեզ սկսում ես վերաիմաստավորել արածը, դու շատ ավելի մի տեսակ սթափվում ես։ Անկախ քեզնից սկսում ես, բայց արժանի լինել դրան, բայց դա չպետք է պարտավորեցնի։ Ստրկության կվերածվի։ Իսկ որ նկարչի արվեստն է դες շատ հոգեհարազատ։ Ես գեղանկարչություն եմ շատ սիրում։ Turner-ն ինձ համար շատ հետաքրքիր։ Այո։ Շատ հետաքրքիր է, որովհետև ես գուցե սխալ եմ անում, բայց նկարիչների գործերին նայելիս այնքան չեմ ազդվում որպես դիտող, այլ միշտ ակամա մրցակցության մեջ եմ մտնում նկարիչի թե տեսես ոնց է սա արել, ես էլ կկարողանայի նման կերպ արել։ Գուցե իր գործի մեծությունը չեզոքացնում դրանով, բայց դա այն գաղտնիքներից է, որ իմ մեջ միշտ եղել է։ Բայց դրանից իմ ակնածանքն ու սերը գնահատական ավելի է մեծանում տվյալ գործի նկատմամբ, տվյալ արտիստի վարպետության նկատմամբ ու հանճարի։ Հիշեցի, որ շատ քիչ նկարներից է, որը ես տեսել եմ մասնավոր հավաքածուում։ Այո, Turner։ Այո, շատ քիչ։ Որովհետև այդպես հանրամատչելի չի արվեստը։ Այդ կամ պիտի սիրես, կամ չսիրես, կամ պիտի հասկանաս, կամ բայց նաև չեմ կարող չնշել Այվազովսկուն, որ Այվազովսկու ծովանկարչությունը ինձ ուղղակի հիացնում է։ Չգիտեմ, բառեր չեմ գտնում, ասեմ, ինչ եմ զգում։ Ուզում խոնարհվեմ այդ վարպետության առաջ, այդ մեծության, իսկապես շատ եմ սիրում։
Հենց վարպետության համար, որ այդպես կարողանում է ծով նկարել ու այդքան տարատեսակ զգացողություններ փոխանցի։ Վերջին ձեր տեսած ներկայացումը, որը տպավորիչ է եղել, կարող եք հիշել։ Այդ գիտեք, տպավորիչը շատ հարաբերական է։ Տպավորիչ այս կամ այն չափով, որովհետև ինձ համար դժվար է ներկայացում նայել այդպես օբյեկտիվ, որովհետև ներկայացում նայում եմ փչացած աչքով, տեսեք, ոնց է կինոյի մարդը փչացած աչքով է ֆիլմ նայում, ես էլ դες փչացած աչքով եմ ներկայացում նայում։ Նայում եմ դերասանի խաղին, երաժշտական ձևավորմանը։ Հիմա դժվար է որևէ բան հիշել։ Մեր թատրոնի մասին առավել եւս չեմ խոսի, որովհետև ես ներսում եմ, իմ գնահատականները օբյեկտիվ չեն լինում։ Իսկ մյուս թատրոնները հիմա քիչ եմ հաճախում։ Ձեր ստեղծագործական գործունեության ամենադժվար շրջանը որն էր։ Ամենադժվարը երբ եղավ մի պահ, որ մնացի առանց թատրոնի։ Տեղափոխության հետ կապված, մի կարճ հատված, մի 6-7 ամիս։ Ոտքերիս տակ հող չէի զգում։ Ես չգիտեմ ինչ եմ եկել այս քաղաք, ինչ եմ անում, առասարակ ինչ եմ ապրում, ստեղծագործում, ինչ եմ անում առասարակ այդպես։ Անորոշ վիճակում եմ, մինչև ոնց որ ձկին ջրից հանես։ Որոշ ժամանակ հետո վերադարձնես նորից ջուր, այդպես։ Դիմացակ։ Հա, կարծեմ։ Կարծես Շնչահերց չեք եղել։ Չէ, ստափ։ Գիտեք, մի առիթով դուք ասել եք, որ չգիտեմ ինչու են ասում, որ պետք է ամեն ինչ փորձել։ Դուք այդպես չեք կարծում։ Հա, այդպես չեմ կարծում։ Չէ՞, չպետք է ամեն ինչ փորձել։ Չէ, ով ասել։ Ես գոնե այդպես եմ գտնում, պետք չի ամեն ինչ փորձել։ Փորձը փորձանք չէ, օրինակ ասում են, չէ՞։ Լավ ուղեկցող sense ասույթ կա։ Ես այդ ասույթներին այդքան էլ շատ ասույթներին շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև դրանք էլի շատ այդպես սուբյեկտիվ բաներ են։ Քչերն են, որ այդպես համամարտկային ինչ-որ բան փորձից ելնելով են ձևավորում, այնպես որ այդպես շատ վստահություն չունեն։ Դրանքից համար այդպես բացարձակ ճշմարտության կամ ճշմարտացի լինելու հավակնություններ չունեն։ Ինձ համար ուղեցույց չեն դրանք։ Դրանով չեմ կարծում ամեն ինչ պետք է փորձել, կան բաներ, որ ես կյանքում չեմ փորձել, չեմ էլ ուզում փորձել հիմիկվա դրությամբ, գուցե ապագայում 1 տարի անց, 12 տարի անց ուզենամ փորձել, բայց հիմիկվա դրությամբ չեմ ուզում փորձել, դրա համար սուտ խոսեմ, տեսնում ամեն ինչ պետք է փորձել։ Այսինքն երբեք չեմ փորձի բարձր տեղից թռնեմ, չեմ կարող, վախ ունեմ ես, վատ եմ զգում դրանից, ինչի փորձեմ։ Երբեք չեմ փորձի արագացի չափ լեր բարձրանալ, որովհետև վատ եմ զգում, չեմ փորձելու։ Ինչի փորձես, եթե գիտես, որ դեքես պետք չի, կամ հետաքրքիր չի առնվազն։ Բայց չգիտես, հետաքրքիր է թե չէ։ Դե չի, ոչինչ։ Խայլը չանես դեպի արագ։ Միևնույն ամեն ինչ չենք հասցնելու այս կյանքում։ Վայելել, զգալ, իմանալ։ Դե խոսքը Կլիմանջարոյի մասին չի, Արագածի մասին։ Թեկուս։ Թեկուս։ Այդ ինձ համար մաքսիմալիզմի նման բան է։ Եղածը ճիշտ տնօրինելը եղածից մաքսիմում հաճույք ստանալ, օգտակար ստանալն ու վերցնելն ինձ համար ավելի կարևոր է, քան ամեն ինչ փորձելը։ Եթե Փարիզը տեսա, այդպես պարտադիր չի, որ ենթադրենք ձգտեմ Անգլիան էլ տեսնեմ։ Օրինակ եմ բերում շատ տարական օրինակ։ Ոնց է տենց չի, բայց կուզենամ տեսնեմ երկուսն էլ։ Հավատարիմ եմ դեռ այդ ասածից։ Դենց սկզբունք։ Հա։ Որովհետև չեմ ամրագրել, անդադ չեմ խոսում այդ մասին, բայց հենց որ արիթ է լինում, այդպես եմ մտածում։ Հավաքածուներ էլ չունեք։ Չէ։ Ինձ համար դա տառապանք այդ հավաքածու ունենալը։ Այդ որ մի քանի բան հավաքում ես մեկի փնտրտուքի մեջ, դա ինձ այդտեղ հաճույք չեմ տեսնում ես։ Որ սկսում եմ տանջվել, որտեղից ճարեմ, ինչ անեմ, հետո ունենամ ուրա։ Ունեցա վերջ, ինչ անես։ Նորը կգա։ Հետո ինչքան։ Էլի։ Դնես նայես։ Այդ ստատիկ հավաքածուները ես երբեք չեմ իմացել ինչ են անում այդ հավաքորդները։ Ենթադրենք սովետական մեքենաների մոդել ամենահայտնի հավաքածուն կամ այն դրոշմանի շերա։ Ինչ էին անում դրանց հետ, Տեր Աստված թող մեկից բացատրի։ Ենթադրեք ունեք մեկ պահարան, երկրորդ պահարան, երրորդ, ինչ, ես չեմ հասկանում։ Տեսակ է մարդկային։ Հա դրա համար ես չեմ հասկանում, ես այդ տեսակը չեմ, դրա համար չեմ հասկանում։ Ասենք դա երբեք չեմ փորձի։ Իսկ հեղափոխության առաջամարտիկ կարող էիք լինել։ Առաջամարտիկ դժվար է, եթե լինեի, արդեն պիտի լինեի ու մեր երկրում կլիներ հեղափոխություն, եթե ես այդ մարդը լինեի։ Բայց եթե հավատացի այդ գաղափարին, որ անհրաժեշտ է ու լավ բանի համար, առաջամարտիկ չի, երկրորդամարտիկ կլինեմ, երրորդամարտիկ կլինեմ, մասնակիցը կլինեմ։ Եթե չկարողանամ էլ, գոնե չեմ խանգարի։ Առաջի ողջունողներից կլինեմ։
այնպես որ հեղափոխությունը ինձ համար մաքուր իմաստով ոչ լավ բան է, ոչ էլ մաքուր իմաստով վատ բան է։ Չէ, բայց այս պարագայում կամ դուք զինվոր եք կամ առաջնորդ։ Առաջնորդ կդժվարանամ ասել։ Չէ, երևի որպես ոչ առաջնորդ ինձ թվում է ավելի օգտակար կլինեմ ես։ Իսկ մեր ողջ իմացյալ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որը ձեզ համար օրինակելի է։ Մեկը չէ, մի քանիսը օրինակելի չէ, բայց կարող եմ ասել, որոնցով ակնածանք եմ տածում կամ մակեդոնացի Հուլիոս Կեսար։ Փառայեղ գործիչներ են։ Ինչ արեցին։ Ինչ արեցին։ Աշխարհ են գրավել, ինձ երկին են մեծացրել։ Ես որ ասում եմ Ուրիշին գրավել են։ Այո։ Ուրիշին ստրկացրել են։ Ինձ գիտեք ինչն է հիացնում, որ անհատ լինելով կարողանում եմ այդքան բան անել։ Ես դա չեմ ասում ճիշտ է, ինչի հիմա նման դեմքեր չկան, չնայած կուզեի հիմա մեր երկրում մեկը լիներ։ Կարողանա գոնե հեղացը պահեր։ Քաղաքականության մեջ, որովհետև ես այդպես ինձ համար օրինակելի չեն մեծ խոշոր հաշվով, որտեղ նման դեպքում չես կարողանում անարատ մնաս։ Էլ չեմ ասում, եթե զորավար ես կամ զինվորական ես, մարդ ես սպանում, ճակատագրեր ես կործանում, ընտանիքներ ես կործանում, գուցե քաղաքների գյուղեր։ Դա ինձ համար արդեն միանշանական ընդունելի է։ Իսկ եթե քաղաքականությունը զորավար պատերազմակի գործիչ, այդ մարդիկ են։ Մեկ էլ մի լավ հիշեք, ինչով ավարտեցին այս երկուսը իրենց կյանքը։ Բոլորն էլ վատ են ավարտել։ Բոլորն էլ։ Նապոլեոնն էլ վատ ավարտել, ովքեր այդ մեծ փառքի են ասում այդ ճանապարհ, ասում սուր վերցնող սրից էլ կընկնի։ Եթե սրից չի ընկնում, սրից վատ բանով անում։ Մոծակից, Ալեքսանդր Մակեդոնացի, մոծակ։ Իսկ կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Միջնադարում կուզեի լինել։ Որտեղ։ Կապ չունի։ Որովհետև Որ միջնադար գուցե Հռոմից հետո կուզեի լինել, որտեղ Հռոմի ժամանակաշրջանի համար խելագարում եմ շատ հետաքրքիր։ Հռոմի ժամանակ։ Այո։ Այդ կոնսուլները, այո, շատ հետաքրքիր։ Իմպերատորները, շատ հետաքրքիր։ որ առավոտը չգիտես կարթնանաս թե չես արթնանա։ Չէ, ես չէի ուզի ապրեի այդտեղ, կուզեի հյուր լինեի։ Հյուր, նայես, տենաս, սենց։ Մի քիչ, մի ամիս ենթադրենք այդպես ապրեի, բայց հյուրի կարգավիճակով, որտեղ չեմ կարծում այդ ամեն ինչին կդիմանայի։ Եթե գիտակցությունս սա չլիներ, այդպես կապրեի ոնց որ հիմա եմ ապրում։ Գուցե ինչ-որ ժամանակ մեկնել չուզեմ մի ժամանակներում ապրի, բայց էլ հետաքրքիր լինի, բայց չեմ կարծում այն չափ հետաքրքիր լինի, ինչ չափ որ ինձ համար հիմա Հռոմն է հետաքրքիր։ Կուզեի Հռոմում լինեի։ Մի ամիս ապրեի, վերադառնալ։ Մարդկության ամենամեծ գյուտը ո՞րն եք համարում։ Գրի գյուտը կարծում եմ։ Դե ակունքներն են շփման։ Ամեն ինչն էլ շփումից է սկսվել։ Ավելի լավ կողմ զարգացել կամ ավելի վատ կողմ զարգացել, բայց առանց դրա կարծում եմ հնարավոր չէր։ Գրի գյուտը շփման առիթ է, հնարավորություն։ Նո շփումը բանավորել կար։ Բանավոր դատապարտված էր։ Առանց գրի չէին գոյատևի։ Գիլգեմեշի էպոսը հարյուրամյակներ շարունակ բերնեբերան փոխանցվում։ Գուցե հազարամյակներ էլ փոխանցվի, նույնիսկ գիրը կորել էր, բայց գրի արժեքի հետ չեմ համեմատի, ոչինչ։ Այդ անուրանալի է, անհամեմատելի է։ Ի վերջո մեր ազգի մասով էլ եթե նայենք, մենք գոնե ամենալավը պիտի իմանանք դրա արժեքը։ Մեր գոյատևման բանալիներից էլ մեկը գիրն էր, այդ անհավատք է։ Կա մանկությունից ինչ-որ մի դրվագ, որը չեք մոռանում։ Կա ու երկրաշարժի հետ կապված է, ժամանակ 5-րդ դասարանում է, հենց այդ ժամերի մասին է խոսքը, երբ որ դպրոցից վերադարձանք տուն ու արդեն տնից ընտանիքով դուրս էին գալիս, 50-ամյակի կամուրջ ունենք, կամուրջի վրայով անցնում էինք։ Շուրջ բոլոր մարդիկ էին, այնպես փախնում էին, երեխեքի ձեռքերը բռնած հակումած, ով ոնց կարող էր ու մի մարդ էր, որի գրքին երեխա էր, փոքր, ստերեոտին արդեն մահացած։ Այդ պատկերը ու այդ մարդու դեմքը, ցավից ուժասպառ դեմքը, այն ժամանակ ես չէի հասկանում դեմքը ինչ արտահայտում, բայց այնքան
Քան տպավորիչ էր, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա, ինձ թվում է երբեք։ Եթե նկարիչ լինեի, արդեն 1000 ձև նկարել էի ես այդ կադրը։ Դա է ամենատպավորիչ բանը։ Բայց մեծ մասամբ երկրաշարժի հետ է կապված։ Բայց ունեմ նաև լուսավոր հիշողություններ մանկությանս հետ կապված Գյումրու։ Մեր թաղերում որտեղ ապրում էինք առօրյայից։ Ոչինչով չառանձնացող բաներ են, գուցե ինձ համար հետաքրքիր, մենակ ինչ-որ ցանկացած դեպքի երեխայի համար։ Տղամարդը ինչ է փնտրում կնոջ մեջ։ Ինչ է փնտրում։ Հենարանը փնտրում, ընկերը փնտրում։ Ես ինչ գիտեմ, ինչ է փնտրում, չգիտեմ։ Դժվար արդեն դրանց բաներ կան, որոնք բառեր ես վերածում արդեն, ասեմ, բառը ասում եմ, զգում դա քիչ էր։ Հաջորդ բառն ես փնտրում, այդպես մոլորվում ես։ Ավելի շատ զգացողությունների համալիր է դա։ Ինչ-որ մեկը կարևորելիս, մյուսը ոչ կարևոր է դառնում, դա սխալ է։ Դրա համար մարդիկ մինչև այսօր գրում են այդ մասին ու չի սպառում, ու ոչ մեկին դեռ չի հաջողվել այդ ամբողջությամբ բանաձևը տալ։ Ես այդ բառը ինձ վրա չեմ վերցնում։ Ինչ է պակասում Հայաստանին։ Շատ բաներ է պակասում Հայաստանին։ Գյումրին լինի նավահանգիստ, դա գիտենք։ Չէ։ Չէ՞։ Չէ, թող չի լինի նավահանգիստ, թող լինի նորմալ զարգացող քաղաք, ինչպես երկրի ցանկացած քաղաք։ Այս մեր երկրին վստահություն է պետք ապագայի հանդեպ, որտեղ այսքան համբերությունը սպառվել, այսքան չի կարելի համբերել, այսքան չի կարելի հուսալ ու հավատալ։ Ես որ լավատես եմ, գուցե արդեն իմ մեջ էլ է սպառվում։ Լավատեսության հիմքեր է մեզ պետք։ Ես չգիտեմ դա անատի միջոցով կարտահայտվի, ինչ որ գործողությունների միջոցով, բայց առիթ է պետք, որ այս ժողովուրդը սնվի։ Հիմա հացի խնդիրը այդքան կարևոր չի, ինչքան ապագայի նկատմամբ, վաղվա նկատմամբ հավատը։ Ինչը կամաց կորում հուսալոքությունը։ Ես չգիտեմ դա ով պիտի անի, ոնց պիտի անի, բայց այդ հուսալոքության բանից պիտի դուրս գանք։ Դա ֆիզիկապես հեռանալ այնքան մեծ չարիք չի, ինչքան մնացածների վատ հոգեբանական վիճակը։ Դա ինձ համար աղետի հավասար բան է։ Լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Գուցե սրանից վատ օրեր ենք ունեցել մեր պատմության մեջ, բայց ես այսօր եմ ապրում ու այսօր սա եմ զգում։ Նաև ինձ անուժ եմ զգում, որ ինչ-որ բան ես չեմ կարողանում անել դա փոխելու համար։ Չեմ ալարում, չեմ վախենում, գուցե ձևը չգիտեմ։ Բայց գոնե մտածում եմ չանեմ մի բան, որը կխորացնի այդ վիճակը։ Ասում եմ, եթե չես կարողանում օգնել, գոնե չխանգարես։ Հիմա է այդպես։ Իսկ կա երաժշտական մի ստեղծագործություն, որը միշտ ձեր ականջին է եւ չի ձանձրացնում։ Միշտ իմ ականջին ոչինչ չի հնչում երբեք, որտեղ ականջս միշտ մտքեր են, բայց կա ստեղծագործություն, որը որտեղ լինեմ, օրվա որ ժամը լինի, երբ լսեմ, ես նույն զգացողություններ եմ ապրում, երբ որ առաջ անգամ լսեցի, դա Страсти по Матվեյ Բախ, տառապանքներ ըստ Մաթեոսի։ Այո։ Դա ինձ համար վերերկյա մի բան է։ Ես չգիտեմ, գուցե ինքը արժեքով նույնիսկ դիչում է շատ ստեղծագործություն, բայց ինձ համար, նվաստիս համար դա ինքը շատ բարձր բան է։ Չեմ ուզում գնահատականներ տամ, ես գուցե ես չէ որ պիտի գնահատական տամ, բայց իմ հոգին ալեկոծում է դա, ինձ բավարար է։ Ինձ համար ինքը արտարոց ստեղծագործություն է։ Շատ սուբյեկտիվ գուցե ընկալում եմ, բայց այդպես է։ Ինչից եք վախենում։ Չէ, շատ կարևոր բաներ չհասցնելուց։ Կամ վախենում եմ ավելի լավ է, միշտ մտածում եմ, որ ավելի լավ է արածի համար փոշմանեմ կամ չարածի։ Վախենում եմ առիթ ունենամ չարածի համար փոշմանելու։ Եթե այդպես վախենալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եմ։ Այսպիսին էր դերասան Բաբկեն Չոբանյանը Չակերտներում։ Բարի գիշեր, կհանդիպենք։